Ուզում եմ մի քիչ այս ֆորմատով խոսենք, որովհետև ինչքան ժամանակ է, ասենց ուղիղ չենք նստել եւ իրար աչքերի մեջ նայելով խոսել։ Երեք մի սթորի էի դրել, որտեղ ասենց ուղակի առավոտյան ինչ որ ասի մի քիչ հեռուստացույց նայեմ եւ տեսա, որ ցուցադրվում է հնդկական սերիալ։ Չէ, հարցը այստեղ այն չի, որ գուցե կան ինչ որ շատ լավ որակյալ հնդկական սերիալներ, անկեղծ ես չգիտեմ։ Ես չգիտեմ, կան դրանք ընդհանրապես, թե չէ, ես մեծ հույս ունեմ, որ դրանք կան։ Բայց ակնհայտորեն այն ինչ ես տեսա, ասենք մի 2 րոպե առնվազն փորձում էի հասկանալ ինչի են բոլորը ուղակի այդ 2 րոպեում իրար նայում, ուղակի իրար նայում։ Ու բնականաբար մի անգամ ասա, որ այդ այն պրիմիտիվ մակարդակն է այդ սերիալների հնդկական եւ այլն, ու անկեղծ իմ զարմանքն եմ արտահայտել, բայց դրանից հետո շատ մեծ արձագանք եղավ այդ սթորին, երևի մոտ 20,000 դիտում ունի, գուցե շատերի համար չգիտեմ, ովքեր շատ մեծ լսարան ունեն 20,000 դիտումը սթորի դա շատ քիչ թիվ է, բայց իմ բլոգի համար, սթորի դիտման համար դա բավականին մեծ թիվ է, էլի, ու մի քանի 100 մարդ իրար էին ուղարկել եւ այլն, այսինքն որոշակի քննարկում էր ծավալվել դրա շուրջ։ Բնականաբար, քանի որ իմ լսարանը ինպես մտածող մարդիկ են ու հավաքված են այդ մտքերի շուրջ, 99 չէ 100%-ով կիսում էին իմ մտահոգությունը, իմ բարձրացրած հարցը, որ այսպես ճիշտ չի, սա մեծ սփռում ունեցող հեռուստաալիքա, պետքա հնարավորինս փորձել որակյալ, հա, եթե, չգիտեմ, Netflix-ի սերիալ գնելը եւ ցույց տալը թանկ է, HBO գնելը թանկ է, կարելի է ինչ-որ միջին տարբերակ, բայց որը ինչ-որ այդ մակարդակի չի, էլի։ Բայց քանի որ որպես լրագրող շփվել եմ տարբեր շերտերի մարդկանց հետ, ինձ հետաքրքիր էր այն մարդկանց կարծիքը, ովքեր իմ լսարանից չեն անմիջապես, չգիտեմ, անընդհատ չեմ կիսվում իրենց հետ եւ այլն, բայց որոնք ապրում են մեր կողքին, մեզ հետ միասին եւ այլն։ Ու ես որոշում եմ ուղակի այդ վիդեոն դնել trial, որպես reel, ու ինձ հետաքրքիր է ինքը երբերևա այն մարդկանց, ովքեր իմ հետևորդը չեն, այդ լրագրողական հետաքրքրություններ, որ ինձ տանում էր դրան, որ հասկանայի, թե ինչ արձագանք կունենա մյուս մարդկանց կողմից։ Եվ իմ նյութը ինձ չխաբեց։ Հիմա ասեմ ինչ իմաստով։ Ամենը 1-2 ժամում այդ սթորին, որը նկարված էր ուղակի մեր բազմոցից, ընդամենը ես նկարել էի, այսինքն ոչ մի ինչ-որ ռիլային բան ֆորմատի մեջ չէր։ Ընդամենը իմ կարծիքն էր, ընդ որում հետևի ֆոնով, ձայնով եւ էկրանով։ Հետաքրքիր էր, թե ինչ կարծիք կլինի մյուսների կողմից, ու 1-2 ժամում դա հավաքում է մոտ 20-25,000 դիտում trial ռեժիմում, այսինքն ոչ հետևորդների համար, արդեն իմացաք։ Ու ինձ հետաքրքիր էր մեկնաբանությունները եւ միանգամից հոդս ցնդեց այն տեսակետը, որ դա նայում են միայն եւ միմիայն մեծ տարիքի մարդիկ, թոշակառուները, այ որ ոչինչ չունեն անելու, պարզապես դա իրենց համար է, ինչ որ գլուխը չծանրաբեռնելու, ոչ ծանր, այսպիսի մի հատ բան կա, չէ, որ դա իրենց, բայց իրականում բացվեց իրենց համար չի։ Բացվեց դա նայում են լիքը մարդիկ։ Մի մեկնաբանություն կար, որը ինձ ուղակի ցնցեց։ Մեկը գրել էր, որ իր բարեկամուհու 12 տարեկան երեխան իր ընկերների հետ, չգիտեմ, սերը, աղջիկներ էին, տղաներ էին, չգիտեմ, բայց 12 տարեկան նայում է այդ սերիալը։ Երեխաներ, շատ զգայուն տարիքի երեխաներ նայում են այդ սերիալը։ Եվ միջին տարիքի կանայք, այսինքն Instagram-ից օգտվելու ակտիվություն ունեցող տարիք։ Ինձ թվում է կարողանում եմ բացատրել ինչ նկատի ունեմ։ Որ միջին տարիքի մարդիկ, ովքեր պատրաստ են շատ եռանդուն կերպով պաշտպանել այդ երևույթը եւ համարել, որ դիմացինն է սխալ, որ դա համարում է ցածրարժեք հեռուստա կոնտենտ, դա իրականում շատ նորմալ, բարձրարժեք հեռուստա կոնտենտ է ու կարելի է դա ունենալ ընտրության ցանկում եւ նայել։ Խոսքով, իրականում շատ անկեղծ լինեմ, շատ հիասթափեցնող է դա։ Եթե մի քիչ ավելի լայն դիտարկեմ, շատ հիասթափեցնող է, եւ հիշում ես, որ ընդամենը 40 օրից այս երկրում խորհրդարանական ընտրություններ են, որոնք որոշելու են մեր առաջիկա 5 տարվա ներքին քաղաքական ու արտաքին քաղաքական ճակատագիրը։ Եվ դու ունես նույն մեկ ձայնը, որը ունեն նաեւ այդ մարդկանցից յուրաքանչյուրը։ Բոլորս ունենք այդ մեկ հատիկ ձայնը։ Ու վախենալու է իրականում ապրել այն հասարակության մեջ, որտեղ դա կարա այդպիսի շռնդալից կերպով պաշտպանվի ու արդարացվի այդ երևույթը։ Այսինքն մենք հասկանում ենք չենք ապրում հասարակության մեջ, որը իսկապես պահանջում է գոնե միջին որակի հեռուստա արտադրանք իրեն մատուցել։ Միջին որակի։ Այո, ես չեմ ասում, որ բոլորը պարտավոր են HBO-ի սերիալներ նայել, չէ,
չէ, իսկապես պարտավոր չէ։ Ու շատերը համարում են, որ սերիալ նայելով պետք չի տենց ծանրաբեռնել ուղեղը եւ այլն, դա հանգստանալու համար եւ այլն, այդ տեսակետն էլ լրիվ հասկանում եմ, կիսում եմ, օքեյ եմ, հարցը դա չի։ Բայց երբ որ ակնհայտորեն քեզ համարում են որպես ինչ որ պրիմիտիվ մտածողություն ունեցող հեռուստադիտող, դա վիրավորական է։ Այդ մարդկանց նկատմամբ ու բոլորի նկատմամբ, չգիտեմ, այդ նայողների նկատմամբ հատկապես, դա վիրավորակ պիտի լինի, որ իրենց համարում են այդքան պրիմիտիվ մտածողություն ունեցող մարդիկ։ Դա վիրավորական պիտի լինի։ Հա, ես չեմ համարում, որ բոլորը պիտի տենց շատ բարձրարժեք, չէ, դա բոլորի համար չի։ Նույն կերպ ես չեմ համարում, որ բոլորը պիտի դասական երաժշտություն լսեն, չէ, ես սիրում եմ, ես լսում եմ դասական երաժշտություն, բայց նաև չեմ համարում, որ բանը բոլորը պիտի լսեն, բայց դրան զուգահեռ նաև չեմ համարում, որ պրոպագանդվի ու շատ նորմալ մի բան համարվի այն խայտարակ կլկլոցով ռաբիս երաժշտությունը։ Ոչ, դա եւս նորմալ չի։ Մի խոսքով, այսքան խոսեցի, շնորհակալ եմ, որ լսեցիք, կսպասեմ անկեղծ ձեր կարծիքներին, դուք գիտեք, ես ինչքան եմ կարևորում յուրաքանչյուրի կարծիքը, հաճախ ինչքան եմ քննարկումների մեջ մտնում եւ իսկապես ուզում եմ հասկանալ այն մարդիկ, ովքեր հետեւում են ինձ ու հավաքված են այս համայնքում, ինչ ընդհանուր մտածողություն ունեն, մենք ինչ ունենք ընդհանուր, ուր ենք գնում միասին, ինչին ենք ձգտում, ոնց ենք ուզում, որ լինի մեր վաղվա օրը, դա ինձ համար շատ կարևոր է, սա ուղղակի ինչ որ վիդեոսիկներ չեն, որ ես նկարում եմ եւ այլն։